Վերի անհետեցություններ, փորձում էին զենք կերնել տունը, հետաքրքիրներն է, որ 4 օր առաջ էին եկել, ասենք պատերազմից հետո սա 7-րդ անգամն է, որ գալիս է մեր տուն, ես իրանց լոգիկան չեմ հասկանում, թե ասենք ինչ են մտածում, իրանց կանալուց հետո ես պետք է առնեմ տանը բայեմ, առավելևս որ 4 օր առաջ եկել են, էլի ինձ չեն գտել, հիմա չհասկացա, ամեն դեպքում տանը եղած ծերագիր նյութեր արգելավեցին։ Ինչ է գրված այդ նյութերում, հաստատություններում, հեղաշրջման պլանը կար մեջ։ Սեմինարի, Ծաղկազորի սեմինարի 2 տարվա առաջվա սեմինարի հետ կապված նյութեր էր։ Ինչ թեմայով սեմինար էր։ Սեմինարը, ճիշտն ասած, Գերագետ պայքարի հետ կապված էր սեմինարը։ Հեղաշրջման պլանից հեռու չէր։ Մի բան ասեմ ձեզ, ուրեմն Երանի թե լիներ հեղաշրջման պլան, ես դա իրանց էլ ասի։ Երանի թե ինչու մեջ որ հիմա փորձում եք մեղադրել ինձ, Երանի թե լիներ, ցավոք չկա այդպես բան, բայց ես ցավում եմ որ չկա, ցավում եմ։ Դրական կարգի տապալման մասին եք։ Սահմանադրական կարգը տապալողը արդեն տապալել ընդեղ նստած է։ Եկեք ճիշտ իրանց անունով կոչենք։ Սահմանադրական կարգը տապալողը դա Նիկոլ Փաշինյանն է, տապալել է 2018 թվականին, բռնազավթել է իշխանությունը, դատարանները, դատական համակարգը, ուժային համակարգը, քանի չէ նստած 5 րոպե մեկ SMS է ստանում։ Չի կողմնորոշվում ինձ համ վգայի կարգավիճակով է թուղթը տալիս, համ մեղադրյալի կարգավիճակով ինքը չգիտի, հիմա ինձ բերել այնտեղ վգա թե մեղադրյալ թե չգիտի, այսինքն ինչի մասին է խոսքը, մենք պետք է սահմանադրական կարգը տապալենք, մենք եթե մեզ հաջողվի, պետք է վերականգնենք սահմանադրական կարգը, որը որ տապալվել է Չէ, ես ոչ մի բան չեմ լսել, ինձ մի անգամից հեռախոսս արգրավեցին, ես այդ պահին փորձեցի ամեն դեպքում ուղիղ եթերով հայտնեմ, որ ներխուժել են, հիմա չգիտենք էլ ովքեր են։ Չէ, ժամը 8-ին։ Առավոտ ժամը 8-ին։ Դիմակավորված ԱԱՑ-ական։ Չէ, դիմակավորված չէին, ուղղակի ներկայացանք Կոդակի մարզի ԱԱԾ-ն եւ Քնչական։ Հետո որ հարցնում էի ինչի համար, ասին մենք տեղյակ չենք, մենք օգնող ուժն ենք։ Մեզ քանի որ ուժերը չին բավարարել Այսինքն եկել էին դեպքի վայր, ենթադրյալ դեպքի վայր, բայց հենց հիմնական գործը անողները չէին եկել։ Հա, հիմնական իրենք արեցին, բայց իրենք ոնց որ տեղակ չեն, էլի, որ շուշուտ SMS բան էին ստանում, ասում են ես ինչ, հա։ Ասում են վարույթ ուրիշ տեղա, մենք ուղղակի եկել ենք օգնելու։ Եվ պանչա մնացիք ժամ եւ ձեզ ինչ պատճառաբանեց։ Դե հիմա մի 20 րոպե առաջ, կես ժամ առաջ եմ դուրս եկել։ Առավոտվա 8-ից մեղադրանք չի առաջարկվել, մեղադրանքի մեջ ամեն դեպքում գրված է ահաբեկչական գործողություններ, ահաբեկչական, հենց ահաբեկչություն բառը գրված է, այն որ կներեք, բայց փետրած հավից իզաղնել է գալիս, ասենք ինչ ահաբեկչության մասին է խոսքը, անգամ եթե ճանապարհներ Ինչ ձայնագրություններ։ Կոմիտեն ձայնագրություններ էր ապարակել գնդակահարության, բնաջնջման մասին խոսակցություններ են։ Ասում եմ 2 հոգու գնդակահարենք 15 հոգի 15-ին էլ փակես, մյուսները բան կանեն։ Լավ, ասենք չեն կարա մոնտաժանեն սարքեն հրաբարակեն։ Իրանց խոսեն մոնտաժանեն սարքեն։ Բագրատ Սրբազանի ձայնն է լսվում այնտեղ։ Ես մի հատ բան ասեմ ձեզ։ Ես Բագրատ Սրբազանին շատ սիրում ու հարգում եմ, իսկապես ինքը շատ ուժեղ մարդ է, շատ լավ մարդ է, բայց այս ինչ որ հիմա իրան փորձում են վերագրել, ինքը դրանից կիլոմետրերով հեռու է։ Ինձի որ վերագրեն, հələ միտեղ կարող ասենք, թե ասեմ ճաղանացած ժամանակ ասել եմ, բայց դե չեմ անի։ Բայց որ Բագրատ Սրբազանին ես չեմ լսել, բայց այս բան ինքը կիլոմետրերով հեռու է, այդ մարդը, ասենք հիմա Ձեզ բաց թողեցին, ինչ պատճառաբանեցին Կոտայքի մարզայինից։ Ճիշտ ասած, որ ասեմ բան են պատճառաբանել, չեն պատճառաբանել։ Ներքևից զանգեր եկա, որ արդեն փաստաբանները բան եկել են, դե մենակ էին տարել, ինձ մենակ արգրավել էին, ոչ էլ տեղս դες գիտեին։ Փաստաբաններ բան ասեց, լավ, իջի, հələ ես ասի հերախոս չունեմ, բան չունեմ, կարողա տաքսով չեմ կարող գնալ, ասեց չէ, սպասում եմ փաստաբանները, բան չեն ասել։ Ու մեկ էլ ասին, որ ուզենանք քեզի գտնենք նորից, ոնց գտնենք, մի հատ երկրորդ համար թող, ես էլ երկրորդ համար եմ թողել, որ դες ուզում եմ։ Ու դուրս եմ եկել։ Ձեր մասով այսքանով ավարտվել է ամեն ինչ։ Ես չգիտեմ, դե ավարտվել է, դե չի ավարտվել։ Բայց ինչ ասում էին անհետեցությունը։ Անհետեցություն, բացարձակապես։ Նիկոլ Փաշինյանի բանն է, երեկվա այդ պլանը, որ ասում եք հեղաշրջման, դրա շարունակությունն է։ Բնականաբար ինքը երեք դա պրոստը տակ հենց այնպես չհրաբարակեց, բնականաբար հասկանալի էր, որ դա հրաբարակելուց հետո այսօր հետևելու են գործողություններ, Եվ հիմա իրենք անում են, հիմա տեսնենք։ Պարոն Չախալյան, ներողություններ ձայնագրությունների մեջ ինչ որ բջոտ տղերքի բան անելու, կոնսոլիդացնելու, մոբիլիզացնելու պլանների մասին խոսք կա։ Դուք անգլիզ ասած ես ոչ ձայնագրություն լսել եմ, ել եմ ասում հեռախոսս արգրավել են։
Ոչ էլ ես հավատում եմ, որ այդպես սահմանագրություն կա։ Ես էլ եմ ասում նույն աղաձարականների հետ եմ խոսում, էլի ես իրանց տեղնել եմ ամաչում։ Ես այսօր նեղվեցի ճիշտ է։ Մի հատ իմ երեխեքին ինչի ասենք, ես հենց վիճակ տեսնեն, հա, մտել են առավոտ դուս քնած երեխեքին քնած ասենք հանել ենք, որ իրենք երեխեքի մաշակալների տակը ստուգ են ասենք։ Ինչի համար, էլի։ Նրա համար, որ ես ընդդիմադիր եմ, հա, դրա համար, գիտեք, ախր ինքը բացարձակապես ախր իր մասին չարժեր խոսել, բայց մարդ ով որ ինքը ասում է որ ինքն է քաղաքական հեծապնդյալ է եղել, հալաջյալ է եղել ժամանակին, չէ՞։ Ախր մարդ ով որ թեգուզ անցել է այդ ամենի մեջ, ճիշտ է, ինքը չի անցել։ Ոնց կարող ես դու, ասենք անհիմն կերպով, հետո էլի եմ ասում, ախր հարազատներ ջան, նոյեմբերին 20 թվականի նոյեմբերին դիմադրության շարժման ժամանակ Գագիկ Ծառուկյանին, Վանեցյանին, Իշխանին ձերբակալեցին, ինձ էլ ձերբակալեցին դարան 1000 անգամ ախր ճիշտ անհասկանալի է։ Հետո հայաքվեին ձերբակալեցին, հայաքվեի անդամները ինձի տարան։ Ոչ ինչ ձերբակալություն կա, գալիս տանում են ու չեն կարող հոդաբաշխ բացատրեն թե ինչից են վախենում։ Նիկոլ, կարող եմ այդ ստատուս գրես, ասես թե ինչից ես վախենում։ Վախերիդ մասին մի հատ խոսես։ Պարոն Չախալյան, դուք որ ասում եք ձեր տանից փաստաթղթեր են, հա, թղթեր են վերցրել։ Թղթեր։ Ռացիաներս են վերցրել։ Լավ, թողեք։ Ռացիաներս են վերցրել։ Հարցը չտվեցիք։ Ադավեք։ Ասացիք թղթեր են վերցրել, որոնք գրագետ պայքարի մասին էին, հա։ Այո, Կնկարագրեք բովանդակություն ընդհանուր, ինչ էր գրած, ինչ պետք է արվեր։ Չէ, հիմա տեսեք։ Նախ եւ մենք այնպես շատ ոչ բեռնի իշխանապողության հետ կապված մենք փորձում ենք, ասենք, մեր կամքականներին, մի կարևոր բան էլ ասեմ, էլի։ Ես ներկայացնում եմ հայկական արժեքների պաշտպանության կամք հասարակական նախաձեռնությունը։ Ես շատ սիրում հարգում եմ, ել եմ ասում Բաքրատ Սարփազանին, Սարփազան պայքարի բոլոր մասնակիցներին, բայց կամքը ինքը առանձին կառույց է։ Կամքը Էլ եմ ասում, ես մեղադրանքները մի քիչ օր բերեին, կադակով եմ ասում, հիմա բան չանի, կարող է կամքի մեղադարին էլի կասենք թե հա, բայց Սարփազան պայքարին, հա։ Հիմա ինչին են վերաբերում, ասենք ոստիկանները որ ձերբակալվում են, ոնց մենք ոնց ոստիկանների հետ ասենք շփվենք, ոստիկանը ինչու իրավունք ունի, ինչու իրավունք չունի։ Օրինակ որ այն օրը որ մտա ոստիկանը ֆուրի շոֆերին հարվածեց, ինքը այդ իրավունքը չուներ։ Եվ մենք կարող էինք պահանջատեր լինել, ինչպես որ ես պահանջատեր եղա եւ գոռացի որ ինչի եք հարվածում, ասենք վարորդին։ Կետ մեկ գորալ ոստիկանի վրա։ Չէ, Պարոն Չախալյան, Թողեք պատասխանի։ Մի վարգան, խնդիր չկա։ Ես հասկանում եմ, որ դուք մի քիչ փորձում եք այս աղետալի վիճակը, ոնց որ ասած, իսած աղրական, չէ։ Դուք ասեք են տարե, որը ես անգեզ ասած, որ հիշեմ էդի 4 տարի առաջվա գրած թղթեր են, որ ես ասեմ, ես ընդհանուր ասում եմ, այո, ընդհանուր ասում եմ, ինչի մասին է խոսքը։ Հիմա կորալ վրան գրած չի բնականաբար, Մարիկ ջան։ Ես չգիտեմ, դու Սորոսի ճամբարում եղել ես թե չէ Վրաստանում։ Եղած կերնես, հիմնականում շատ են տարել այստեղից։ Այնտեղ ինչ են սովորացրել, հիմնականում Սորոսի սովորածները առել ենք, անգլերենից թարգմանել ենք հայերեն ու սովորացնում ենք հիմա մեր երիտասարդներին։ Հայ երիտասարդներն էլ իրավունք ունեն, չէ՞ գրագետ պայքարելու։ Մենակ ասենք օդար եգրիա, ասենք, չէ՞ իշտ եմ ասում։ Ավել բան գրած չի։ Եթե դուք ուզում եք, ես ասեմ, ես բարձր եմ գնահատում իմ հարցից խուսափելու ձեր հնարամտությունը, բայց արեք Սորոս, Պողոս, Պետրոս չխառնեն, կոնկրետ հստակ հարց եմ տվել, չեմ բարկացում։ Ասեք ինչ էր գրված այդ թղթերի վրա, որ ասում եք գրագետ պայքար։ Բառացի ես չեմ հիշում։ Չէ, ուղղակի երկու բառ խոսում եք, հետո Էլ եմ ասում, ոստիկանության ձերբակալությունը, անձնական տվյալները հանրայնացվի։ Կարող է ձերբակալություն անել։ Չէ, չարժի։ Չէ, չարժի։ Անգես։ Չէ, ես հիմա Նիկոլ, քանի Նիկոլնա սիրո խոստովանություն անելու չունեմ։ Հենց Նիկոլը փոխվավ, հետո սիրո խոստովանության կանեմ։ Ձեզ բոլորին։ Անձնական տվյալներ էր, փաստաթղթ ձեր տանը արգրաված այդ փաստաթղթերը ձեր անձնական տվյալներն են կամ Այո, իմ կազմակերպչական որ դա հանրայնացվի։ Մենք Հովիկ Աղազարյանի օրինակն ենք։ Չէ, ես լրիվ մաքուր եմ, բացարձակապես, այդպես քանթից չկա։ Բացարձակ։ Ես մի բան եմ ասում, Երանի լիներ։ Կամքից մենակ Ահա, Երանի, չգիտեմ, տեղյակ չեմ, անգեզ եմ ասում, ոչ ճանապարհն եմ ասել, որ Սարփազանին են տարել։ Ես մի բան եմ ասում, Երանի լիներ։ Ինչա մենք մեր երկիրը պահելու իրավունք չունենք, պաշտպանելու իրավունք չունենք։ Եթե մենք հայտարարում ենք, որ ասենք մեր պետականությունը պաշտպանելու համար մենք պետքա պայքարենք, մենք իրավունք չունենք, ինչի մասին է խոսքը։ Ինչի մասին է խոսքը։ Այդ հրապարակված ձայնագրությունների մեջ մի բան կա, պարոն Չախալյան, ասում է խորը անասուն ազգը ամեն ինչ ուզում է լինի, սեփականատեր եւ հիմնադիր։ Ախր ցավը տանեմ, դուք բերել եք հիմա նա շատ կասկածելի իշխանության, շատ կասկածելի քննիչների, շատ կասկածելի հրապարակում, որը որ ես էլ չեմ լսել, ու ես փորձեմ մեկնաբանեմ։ Ախր
իսկապես հետևողական կլինեք, որ սա միջազգային փորձաքննության ենթարկվեն այս ձայնագրությունները իրական են, թե օրինակ արհեստական բանականության։ Ես իմ մասով ճիշտ ասած այդքան միջոցներ չունեմ, որ հետևողական լինեմ, կուզենամ լինեմ անշուշտ, բայց որ միջազգային ինձ անցած տարվա ձերբակալության հետ կապված արդարացրել են, ես այս պահին այդ գործը շարունակել չեմ կարող հիմա որ բայց բնականաբար ես հույս ունեմ որ մեր կողմից անդիմության կողմից նման քայլեր կձեռնարկվի ես հուսով եմ Հիմա ձեզ եւ բաց թողեցին ասեցին գնացեք թե ինչ որ պայմանով երկրից դուրս չգաք եւ այլն ինչ Ես 2018 թվականից չեմ կարողանում երկրից դուրս գալ Նիկոլ Փաշինյանը երբ որ գնացել է Վրաստան ինձ կանչել են այստեղ կալանք են դրել ինքը հետո գնացել է Ջավախ դրանից հետո մի քանի անգամ ես երկրից դուրս գալ չեմ կարող արդեն վաղուց այդպես խնդիր չի եղել Շնորհակալություն Եվ այս գործի շրջանակներում ինչ կարգավիճակ է